Իսկական պատմությունը Բարբիի մասին, դաժան և եսասեր կին։ 1955 թվական, Լոս Անջելես։ Բարբարա Միլլեր, 25 տարեկան, գեղեցիկ, էլեգանտ սպիտակամորթ շիկահեր։ Բոլորը նրան Բարբի էին ասում։ Նրա բնակարանը ամբողջությամբ վարդագույն էր, վարդագույն պատեր, վարդագույն վարագույրներ, վարդագույն կահույք։ Նրա երազանքը դառնալ Միս Կալիֆոռնիա, բայց կար մի խնդիր։ Յուրաքանչյուր մրցույթի ավարտից հետո մեկ մասնակից անհետանում էր։ Դայան Քարթեր։ Վերջին անգամ տեսել են փորձի ժամանակ Լինդա Հարիս, անհետացել է տարածաշրջանային եզրափակչի նախօրեին, Սյուզան Բեյքեր, նրան այլևս երբեք չեն տեսել նախապատրաստական երեկույթից հետո։ 10 կին, չկան վկաներ, չկան հետքեր, իսկ Բարբարան ամեն անգամ հաղթում էր։ Ոստիկանությունը սկսեց կասկածել Բարբիին։ Մի օր, երբ նա տանը չէր, ոստիկանները խուզարկեցին նրա մառանը, հագուստներ բծերով, կախված պատերին, պսակներ կոտրված, դասավորված շրջանաձև, ձեռագործ տիկնիկներ, շարքով դրված իդեալական կարգով։ Յուրաքանչյուրի վրա անհետացած աղջիկներից մեկի անունը։ Եզրափակիչ մրցույթի օրը Բարբին պատրաստ էր, սպիտակ զգեստ, զմռված ժպիտ, բայց այս անգամ նրան արդեն սպասում էին։ Բարբարա Միլլերը ձերբակալվեց, որոշում կայացվեց նրան ՑՄ հաստատազրկել։ 4 տարի անց 1959 թվականին Մեթել ընկերությունը թողարկեց մի տիկնիկ, շիկահեր, էլեգանտ կատարյալ, նույն զմռված ժպիտով, անունը Բարբի։ Չենք մոռանում բաժանորդագրվել Նարեկ Դեմիրճյան էջին։ Շնորհակալություն։